Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Մի նայիր կյանքի տարբեր քամիներին։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբեք չկտրես» անվանումը։ Երբ մարդը որոշում է դուրս գալ իր կյանքի նավակից ու ջրերի վրայով քայլել դեպի Տեր Հիսուսը, տարբեր քամիներ կարող են նրան խանգարել, շեղել ուշադրությունը և ամեն բան անել, որպեսզի Քրիստոսի խոսքերին հավատացած մարդը կտրի իր հայացքը Տեր Հիսուսից և նայի այդ ահարկ ու թվացող քամիներին։ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայիր ինձ ջրերի վրայով Քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց. «Ե՛կ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով՝ քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան։ Սիրելի՛ բարեկամ, երբևէ անցե՞լ ես վտանգավոր կամրջի վրայով կամ բարձր վտանգավոր տեղով։ Եթե անգամ չես անցել, ապա հաստատ գիտես, որ նման պահերին մարդուն խորհուրդ են տալիս ցած չնայել վտանգին, այլ նայել առաջ ու տեսնել քեզ օգնելու պատրաստ մարդկանց կամ բռնվելու հարմարանքները, այլ ոչ թե սարսափելի հեռանկարը։ Ճիշտ նույն կերպով, երբ մենք դուրս ենք գալիս մեր կեղծ ապահովության նավակից, երբ ապաշխարում ենք ու սկսում այս կյանքի դժվարությունների ջրերի վրայով քայլել դեպի մեզ ընդառաջ եկող Տեր Հիսուսը, մենք մեր հայացքը չպետք է կենտրոնացնենք մարդկանց սպառնալիքների կամ հակաաստվածաշնչյան խորհուրդների վրա։ Մեր ուշադրությունը շեղող քամիները կարող են շատ տարբեր լինել՝ ընտանիքի անդամների վերաբերմունքից մինչև ընկերների հորդորների և անգամ չարի ուղարկած բամբասանքի ու չարախոսության, կասկածի ու սուտ մեղադրանքների մտքերը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կյանքի փոթորկոտ ալիքների մեջ քո սուզվելու միակ պատճառը Տեր Հիսուսից հայացքդ կտրելն ու ուշադրությունդ քեզ շրջապատող սաստիկ քամիների վրա կենտրոնացնելն է։ Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Նա՛ է քեզ օգնողը, եթե անգամ սկսես սուզվել։ Քո բոլոր սխալների ու դժվարությունների մեջ Պետրոս առաքյալի պես աղաղակի՛ր Տիրոջը. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Տերը իսկույն Իր ձեռքը կմեկնի ու կօգնի քեզ, որպեսզի չսուզվես, այլ պինդ ու հաստատուն կանգնես այս աշխարհի փոթորկոտ ջրերի վրա։ Միայն Տեր Հիսուսը կարող է նման հրաշք անել Իրեն ապավինողների կյանքում։ «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը. նայենք հավատի Զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձնառավ և ամոթն արհամարհելով Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն Նրա մասին մտածեք» (Եբրայեցիս 12:1-3)։ Գործնական իմաստով սա նշանակում է մշտապես Նրա մասին մտածել, մշտապես Նրան ունենալ քո աչքերի առջև։ Երբ որևէ խորհուրդ կամ սպառնալիք ես լսում մարդկանցից, մտածի՛ր, թե ինչ կասեր Տերը։ Երբ ընկճված ես ու հուսահատված, մտածի՛ր, թե ինչպես քեզ կմխիթարեր ու կքաջալերեր Տերը։ Երբ չգիտես ինչ անել, մտածի՛ր Նրա մասին և իմաստություն խնդրի՛ր Նրանից։ Քո կյանքի ամեն իրավիճակում մտածի՛ր Տեր Հիսուսի մասին և հայացքդ Նրանից երբե՛ք չկտրես։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։